Ինչպես է երեխան զգում իր մորը։ Ես կասեմ ապրում իր մորը, իր ծնողին։ Երեխայի ամբողջ աշխարհը իր մայրն է, չէ՞։ Աստծո սերը մայրական սիրով է ճանաչում։ Հələ չծնված ժամանակ, չէ՞։ Ինչպես է մայրը ընդգրկում երեխային, իր մեջ է կրում։ 9 ամիս կերակրում է, սնում է, գուրգուրում է, երգում է, աղոթում է, չէ՞։ Երեխան ապրում է մոր մեջ։ Այդպես էլ մենք Աստծո ներկայությունն ենք ապրում միշտ։ Մենք զգում ենք, պետք է մենք ապրենք Տիրոջ ներկայությունը։ Բարերով չես կարող դա բացատրել։ Երեխան էլ չի հասկանում ինչպես է ինքը իր մոր մեջ, կամ ինչպես ծնվեց, ինչպես է մայր իրեն կերակրում, բայց ինքը անտեսանելի թելերով կապված է մոր հետ։ Այդպես էլ մենք ասում ենք, թե ինչպես ենք մենք աղոթում, կամ Աստված ոչ միայն մեր աղոթքը, այլ մեր ամբողջ կյանքն է տեսնում, լսում, որտեղ մենք Աստծո մեջ ենք։ Եվ երբ մենք էլ զգանք, թե ինչպես ենք Աստծո մեջ, Աստծո աչքը ամենատես է, Աստված ամենուրեք տեսնում է, ամենուրեք ներկա է, հա։ Եվ Աստծո ներկայությունը անտեսանելի ներկայություն, որտեղ եթե Աստծո ներկայությունը խիստ տեսանելի եւ պարտադրանքով լիներ, մենք չենք դիմանա։ Սուրբ Գիրքն ասում է, ով Աստծուն տեսնի, կմեռնի, չէ՞։ Ով Աստծուն լսի, իսրայելացիները Մովսեսի բարձրացավ Սինա լեռը, աղմուկ աղաղակ լսեցին, ասեցին. Մովսես դու խոս, Աստված թող մեր հետ չխոսա, որտեղ մենք կմեռնենք։ Մովսեսն ուզում էր Աստծուն տեսնել, Աստված ասեց, ով Աստծուն տեսնի կմեռնի, ինչ ես ասում։ Դու գնա նստի այդ քարանձավի մեջ, ես կանցնեմ, իմ շուքը կտեսնես, ստվերը կտեսնես, այդքան բան, ոչ ավել։ Հիմա մենք Աստծուն չենք կարող տեսնել, բայց Աստված միշտ մեզ տեսնում է, եւ այդ բավական է մեզ։ Բայց բավարար է, թող Աստված միշտ տեսնում, մենք էլ առանց տեսնելու իրան կտեսնենք, հա։ Առանց շոշափելու կզգանք։ Գիտես, երբ որ դու մտերիմ ես Տիրոջի եւ դու միշտ իր ներկայությունը զգում ես, մեղքից զգուշանում ես, բայց մեղքից չես վախենում, հա։ Տեսեք, ինչու, որովհետև դու սեր կա քո մեջ, Աստծո ներկայությունը։ Եվ երբ որ դու Աստծուն տեսնում ես, Աստծո սերը քո մեջ կա, մարդկանց մեջ էլ ես այդ տեսնում։ Հասկանում ես։ Ես տեսնում ես, վայ Աստծո պատկերն է, հələ նայ։ Հատկապես երեխաների մաքրների մեջ չէ՞ այդ տեսնում Աստծո պատկերը շատ հետաքրքիր է։ Այսինքն դու ամենուր ես Աստծուն տեսնում։ Պետք չի որ դու բարձրանաս երկինք Աստծուն փնտրես այնտեղ, Աստված ներկա է այստեղ, մեր մեջ, մեր կյանքում, մարդկանց մեջ, երբ որ դու տեսնում ես, չէ, ես շատ եմ այս բանի հետ առնչվել, կարծես մարդուն թույլ ես տալի, որ ինքն էլ տեսնի Աստծուն, Աստվածատես են դառնում մարդիկ, այդ շատ լավ է, երբ որ դու տեսնում ես, դիմացին սովորեցնում ես, թե ինչպես պետք է տեսնել Աստծուն, խոսքերով, բառերով չեն դրանք, ճառեր չեն դրանք, հոգի է, մի խոսք է, մի հայացք է, մի քաղցր վերաբերվում ենք անկեղծ սրտով և մարդիկ փոխվում են, որտև դու էլ ես փոխվել, սրբիր ինքդ կես, կսրբես քո շրջապատին, փոխվիր կփոխես, ինչպես երեխան մի վայրկյանում մեզ կարող է իր մի հայացքով, մի ժպիտով, մի ղունղունով են, որ ասում են ղունղունը, չի անում արդեն, մեզ կարող է ուրիշ աշխարհ տեղափոխել։ Ճիշտ այդպես էլ մենք պետք է զգանք, որ Աստված ամենուրեք ներկա է, եւ մեր աղոթքը շատ կենդանի կլինի։ Տիրոջ ներկայության մեջ մենք կաղոթենք, հա։ Սրա համար ոչ մի ճիգուջանք պետք չի գործադրել, հա։ Կյանքում այո, մենք կարող ենք ճիգուջանք գործադրել դրան հասնելու համար, բայց երբ որ դու զգում ես այդ բոլորը, բնական է լինում, ինչպես երեխան բնականորեն սիրում է մորը։ Դու չես պետք չի որ բացատրես կամ
ճառեր կարդաս երեխայի համար, գիտես քո մայրն է պետք է սիրես, ինքը սիրում է մորը, ուրիշ հնար չկա, ուրիշ կերպ չկա։ Երեխան մորն է սիրում, եւ վերջ, ծնողին է սիրում, ապրում է, եւ սիրում է, եւ կարոտում է, եւ չի կարող առանց մոր ապրել։ Այդպես էլ մենք Տիրոջ ներկայությունը պետք է վայելենք, ապրենք, շնչենք, զգանք։ Աստված ամենուրեք ներկա է եւ միշտ տեսնում է։ Մենք էլ առանց տեսնելու Աստծուն տեսնենք։ Ամեն։